Ես ժողովրդին ասեմ, ինձ համար չկա եկեղեցի։ Ես այստեղ ներկա բացակա չեմ անում։ Դուք գալիս եք Քրիստոսի հետ հանդիպման։ Ինչու ենք մենք փնտրում սրբակենցաղ մարդիկ։ Դու էլ այդ փնտրտուք ունես, ես էլ ունեմ։ Որտեւ ուզում ենք, որ մեկին մաքուր գտնենք, մեր մեղքը խոստովանենք, որ մեր ցավը իրեն պատմենք, ինքը մեզ խորհուրդ տա։ Սա բոլոր ժամանակներում այս փնտրտուքը եղել է, որտեւ երբ որ մարդը Աստծո հետ էր ապրում, ինքը խնդիր չուներ, ինքը Տիրոջ հետ ներկա էր։ Ինչպես էր Աստված էր թագավորը առաջնորդում էր, հրեա ժողովուրդը հավաքվեց, ասաց, մենք էլ ուրիշ ազգերի պես տեսանելի թագավոր ենք ուզում։ Երբ որ դու տեսանել ինչ որ բաներ ես փնտրում, մոռանալու որ այս քահանան էլ կարող է սայթակել, հանկարծ սայթակեց վերջ, այդ մարդը արդեն շատ վատն է, իրեն այլևս չի կարելի լսել, չի կարելի խոսել։ Բայց մի կարևոր բան կա, երբ որ դու Քրիստոս չունես, Քրիստոս չես փնտրում, դու անդադար պիտի փնտրտուքի մեջ։ Ես տեսնում եմ մարդկանց, որ ամիսը մեկ եկեղեցի են փոխում, խաղաղություն գտնել, բայց խաղաղությունը քո մեջ է։ Ուզում ես տունդ փոխի, ուզում ես քաղաքը փոխի։ Դու խաղաղություն չես գտնում, չէ՞ Քրիստոս չգա քո կյանքի մեջ բնակվել։ Եվ Քրիստոս ուզում է քո մեջ բնակվել, բայց դու իրեն ասում ես մնա այստեղ, ես մարդկանցից եմ ուզում այդ ամենը փնտրել եւ հասկանալ, գտնել այդ ամենը։ Մարդը չի կարող տալ, մարդը քեզ որոշակի ժամանակ կարող է տեսանելի կամ թվացial հանգստություն ապարգևել, բայց ոչ խաղաղություն։ Սուրբ Գիրքն ինչ է ասում, մենք այսօր շատ ենք չէ խոսում խաղաղություն։ Հստակ ասում, իմ հետ խոսում են խաղաղությունից, իմ թիկունքում դավադրություն են կազմակերպում։ Դու նախ պիտի խաղաղություն ունենաս, որ այդ խաղաղությունը, այս հարցումից շատ եմ մտածում, Թովմաշյան։ Ես էլ ամեն անգամ պատարագին շնորհում խաղաղություն ամենեցում։ Ինձանից խաղաղություն դուրս գալիս է թե չէ։ Այդ պետք է դուրս գա, որ դիմացի այդ խաղաղությունը քեզանից գտնի։ Եվ ոնց պիտի դու գտնես, որ մարդը նախ Քրիստոսին ճանաչի։ Մենք մարդկանց կապում ենք մեզ, հետո մենք թողնում ենք, մարդիկ էլ չեն գալիս։ Մեր ընդհանրական, մեր հայկական միջավ, մեր եկեղեցում, մեր պետության մեջ ինչ մենք անհատների վրա է ամեն ինչ թողնած։ Մենք չունենք հավաքական։ Այս անհատը կորավ, տես Գարեգին Նժդեհը չկա ոչ մի բան։ Անդրանիկը չկա ոչ մի բան։ Սրբակենցաղ Ներսե Շնորհարին չկա ոչ մի բան։ Այսինքն մենք պիտի փորձենք, իմ ասածը նորից եմ գալ, առաքինության քարոզիչները շատ են, մարտիրոսներն են շատ քիչ։ Այսինքն ամեն մարդ ուզում է որ ուրիշ իր փոխարեն սուրբ լինի։ Ունը գալիս են ասում են, թուղթը տալիս են, ես մեր հիվանդի համար կաղոթես, ասում եմ, բայց դու էլ արի մի բառ աղոթ իր համար, ես կաղոթեմ, բայց քո աղոթն էլ կարևոր է։ Իմ աղոթքը կարող է քեզ պաշտպանել, բայց փրկվելու համար դու պիտի աղոթես։ Մենք սա չենք կարողանում ժողովրդին սովորեցնել, որտեղ մեզ թվում է թե եկավ երկու բառ ասացինք, խաղավեց գնաց, չէ։ Մարդը ամեն օր հարց ունի, ինքը արթնանում է, հաց չունի։ Երբ որ դու մեկից հաց ես խնդրում, հաց ինչ է, կյանք է, չէ։ Դու ուրեմն կյանք ես խնդրում մարդուց, երբ որ դու կյանք ես խնդրում, Քրիստոս ես խնդրում, դու Քրիստոս է կյանք։ Այլ որ Քրիստոս ունենա մարդու մեջ, ինքը բոլոր դժվարությունները կանցնի, փորձությունները կանցնի առանց վախենալու։ Եվ իմ ամենասիրած խոսքը շատ եմ ես կրկնում, ասում եմ, ես չեմ համբուրում այն ձեռքերը, որ միշտ ձեռնոցների մեջ են եղել ու մաքուր են մնացել։ Ես համբուրում եմ այն ձեռքերը, որ միշտ մտել են կյանքի տեղի մեջ, բայց միշտ մաքուր են մնացել։ Այս ձեռքերն է պետք համբուրել, որ նախ եւ առաջ այս ձեռքերով դու կարող ես այդ մարդուն Քրիստոսի ներկայությունը ցույց տաս իր կյանքի մեջ։ Եթե Քրիստոս չկա քո կյանքի մեջ, դու ամեն օր պետք է հուսահատես։ Ես չեմ կարող բոլորին գոհացնել։ Ես չեմ կարող բոլորին հասնել, բայց երբ որ Քրիստոս կա, ինքը ինձանից շուտ այնտեղ ներկա է արդեն։ Երբ որ դու Հիսուս ունես քո կյանքի մեջ, ուրեմն դու հարցերիդ պատասխանները շատ շուտ կգտնես։